Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք միացել եք Գործարար ալիքին, մեր եթերում սկսում ենք աշխատանքի ուսուցումը, տաղավարում աշխատում է Ալբերտ Ավետիսյանը, այսօր խոսելու ենք սերվիզից, դա փորձելու ենք հասկանալ տուրիզմն է թե ոչ, իսկ իմ այսօրվա հյուրն է Կարեգին Վարդևանյանը, սերվիզ մասնագետ, բարև ձեզ։ Բարև ձեզ եւ շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եմ շնորհակալ իրականում, որ այս հնարավորությունը ընձեռվել է, որ մենք միասին քննարկելու ենք սերվիս հասկացությունը առհասարակ ինքը ինչքանով է կապվում տուրիզմի հետ, կապվում է թե չի կապվում։ Նախնական կարամ ասեմ, որ մենք գրեթե տարիքակիցներ ենք եւ կարող ենք անցնել իրական դուի, որ ավելի մեր ռադիոլսողներն էլ հասկանալի լինի, թե ինչի մասին ենք խոսում ու ամենահետաքրքրող հարցը առհասարակ սերվիզը իրենից ինչ է ներկայացնում, սերվիզ մասնագետները ովքեր են եւ հետո հաղորդման շրջանակում անդրադառնանք թե դա տուրիզմի հետ ինչքանով է կապվում։ Շատ լավ։ Իրականում սերվիսի բնույթն ու բովանդակությունը երկու տեսանկյունից կարելի է մեկնաբանել, մեկը գիտական եւ խոսքից ընթացքում կփորձեմ ավելի շատ այդ գիտական տերմինաբանությունից զատ հանրամատչելի կերպով բացատրել թե դրա էությունը բովանդակությունը ինչու է կայանում։ Այսպես խիստ սահմանումների մեջ նշվում է, որ դա ծառայություն է մարդակենտրոն փիլիսոփայությամբ միտված մարդկանց ոչ նյութական բնույթի կարիքների բավարարմանը։ Եվ քանի որ փիլիսոփայությունը գնում է հենց մարդկանց պահանջմունքների բավարարման մասին, այստեղ կոնցեպտուալ առումով շեշտը դրվում է նաև նրանց նյութական բնույթի պահանջմունքների բավարարման գործընթացը բարելավելու մասին։ Եթե ավելի բարձ ու հանրամատչելի կերպով բացատրեմ, ապա նրա բովանդակությունը մեկ բառով էլ կարելի է բնորոշել համագործակցություն։ Այսինքն պատկերացրեք ունենք տնտեսություն, դրա մեջ կան տարբեր ոլորտներ, իսկ սերվիսը փորձում է դրանց միջև այդ կոմունիկացիոն կապը փորձել ամրապնդել, ընդհանուր գործընթացները պլանավորել, կազմակերպել եւ հետադարձ կապի գործընթացներով զբաղվել։ Այսինքն եթե մենք մի քիչ էլ դա բարձրացնենք, հաղորդակցման մասնագետներն են, բայց ոչ թե դրանք PR ոլորտի, լրագրության ոլորտի կամ, չգիտեմ, social media marketing-ի ոլորտի, ինչ որ այդ ոլորտի, այլ ավելի շատ տնտեսական համագործակցության։ Քանի որ ոլորտը ինքնին ձևավորվել է հենց տնտեսագիտության, հոգեբանության ու մարքեթինգի փոխշփման արդյունքում, այսպես բոլոր էլեմենտներից էլ դրանց մեջ կան, բայց եթե փորձեմ ընդգծել մեկ առանձնահատկություն, որը արդեն մասնագետներին բնորոշում է ու տարանջատում է այլ մասնագիտություններից, դա ըստ էության հենց բազմաֆունկցիոնալությունն է, քանի որ մասնագիտական ուսումնառության ընթացքում մենք հնարավորություն ունենք եւ սոցիոլոգիայի, եւ հոգեբանության, տուրիզմի, այդ թվում նաեւ միջազգային հարաբերությունների տարբեր կատեգորիաներ ուսումնասիրել, որը մարդու մոտ հենց այդ բազմաֆունկցիոնալությունն է ձևավորում, ինչը այսօր աշխատաշուկայում ըստ էության ամենակարևոր ու պահանջված հատկանիշներից մեկն է։ Եթե մենք գալիս ենք սկիզբ, բոլոր մասնագիտությունները դրանք պետք է սովորել, չէ՞ որ կիրառվի, համալսարանական կրթություն, դա ակադեմիական կրթությունն է, ինչպես մենք սիրում ենք ասել, 4 տարի բակալավր, 2 տարի մագիստրատուրա, դրանից հետո նաև կա ասպիրանտուրա ասվածը, հետբուհական կրթություն ու այդպես շարունակ կյանքը մարդը ամբողջ կյանքի ընթացքում կրթվում զարգանում է, բայց եթե մի պահ ստոպ ենք գալիս մինչև մագիստրատուրա, այստեղ արդյոք մասնագետին արդեն գործունեություն ծավալելու համար պետք է որ մարդը 4-ից կամ 6 տարի սովորի ու նոր գործով սկսի աշխատել։ Ըստ իս այստեղ շատ կարևոր է հասկանալ թե հարցին ինչ տեսանկյունից ենք նայում, այսինքն խոսքը գնում է պարզապես մասնագետ դառնալու, որը դրա առանձին մասնագիտացումների պարագայում հնարավոր է անգամ 6 կամ 1 տարվա կուրս սովորելով էլ դառնալ, թե խոսքը գնում է արժեհամակարգ ձևավորելու, ճիշտ արժեքային կողմնորոշումներ ունենալու, ինչու՞ չէ նաև հայրենասիրություն ու մարդու հոգեկերտվածքի անբաժան մաս դարձնելու այդ ամբողջ գործընթացներ։ Արդյոք դրա մասին է, թե պարզապես որևէ ինչ-որ կրթական դասընթաց անցնելու։ Եթե լայն իմաստով հարցը դիտարկենք, ապա ըստ իս համալսարանը շատ ավելին է տալիս, քան պարզապես կրթությունը, հենց network-ը, նոր մարդկանց կապեր, շփումներ, ըստ իս դա շատ էլ ավելի կարևոր է, քան պարզապես այն տեսական գիտելիքները, որոնք ցանկացած լեկցիայի պարագայում հնարավոր է ստանալ։ Իսկ այդ 6-ամսյա կուրսերը, ոչ ֆորմալ դասընթացները, դրանք սերվիզում արդյունավետ են, իրենք ինչ-որ ձև չափելիություն ունեն, որ այդ սերվիզում օրինակ իրարեցինք 6-ամսյա ինչ-որ մի կուրս, այս կուրսը ավարտեց 30 հոգի, 30-ից օրինակ 20-ը անցավ աշխատանքի եւ ունի ինչ-որ որակական հատկանիշներ։ Ըստ շատ կարևոր է մեկտեղելը,
մասնավոր եւ բուհական այդ կրթությունները։ Ես ինքս էլ տարբեր միջազգային ձևաչափերի եմ մասնակցել, տարբեր ծրագրերի եւ կարծում եմ, որ միայն համալսարանում սահմանափակվել կրթության տեսանկյունից ճիշտ չէ առնվազն, եւ մի շատ լավ խոսք կա, որը բնութագրում է, որ կրթություն չի սահմանափակվում պարզապես գիրք կարդալով, դա շրջապատի ազդեցությունը քո վրա կրելու մեջ է, այսինքն այստեղ հենց այդ միջավայրը եւ միջավայրի կարեւորությունն է առաջին պլան գալիս։ Եթե մենք նորից նայում ենք կրթական ոլորտին, այստեղ անընդհատ խնդիրներ են առաջանում սերվիզ մասնագետներին շփոթելու առումով։ Սերվիզը տուրիզմի հետ որքանով է կապվում, սերտ կապ ունի, թե չունի, այդ կապերը ինչքանով են ձիգ։ Կապերը շատ ձիգ են, կապված են տեսանկյունից, որ տուրիզմը իր հերթին ենթադրում է ծառայությունների համալիր, իսկ քանի որ սերվիսը իր հերթին ենթադրում է ծառայությունների համակարգ, իսկ համակարգի տարերից մեկն էլ հենց տուրիզմն է, այս ամենով կապը շատ սերտ է, բայց թյուրընկալումները կապված են ոչ թե դրանց կապելու կամ տարանջատելու, այլ սերվիսը տուրիզմին նույնականացնելու մեջ, ինչը բնավ այդպես չի։ Ես կրթական ծրագրի օրինակով կարող եմ հարցը փաստել այն տեսանկյունից, որ ֆակուլտետում դասավանդվում են եւ համագործակցության ծրագրեր են մեկտեղվում առողջապահական ոլորտի, ֆինանսական, ֆինանսաբյուջետային, վարկային եւ այս շարքը կարելի է շատ երկար թվարկել այս տարբեր ոլորտների միջև։ Ես ինքս իմ փորձով կարող եմ ասել, որ աշխատանքային փորձ եմ ունեցել նաեւ Զվարթնոց միջազգային օդանավակայանում եւ առաջին հայացքից կապը այդքան էլ սերտ չէ թվում, բայց քանի որ այստեղ խոսքը գնում է միջանձնային փոխհարաբերությունների, ինչ որտեղ նաեւ միջմշակութային հաղորդակցման մասին, այս տեսանկյունից արդեն կապերը ավելի ակնհայտ ու ակներև են դառնում։ Տուրիզմ ասվածը որն է, առհասարակ այդ տուրիզմը միայն գնալ-գալն է, ինչ որտեղ ներգնա տուրիզմ, արտագնա տուրիզմ, որի հետ արժե շփոթել սերվիսը։ Տուրիզմը ծառայությունների համալիր է, ինչպես նշեցի, եւ այն համարվում է 21-րդ դարի ֆենոմեն, եւ քանի որ սերվիսի նպատակը նաեւ ազատ ժամանակի ստեղծումն է, այսինքն գրագետ կերպով ծառայություններ կազմակերպելը եւ դրա արդյունքում ազատ ժամանակ ստեղծելը, եւ այդ ազատ ժամանակը արդյունավետ ռացիոնալ կերպով օգտագործելը տուրիզմի այս տեսանկյունից լավագույն այլընտրանքներից մեկն է հանդիսանում, քանի որ այն մարդու աշխարհայացքը մտահորիզոնը ընդլայնելու լավագույն տարբերակներից մեկն է։ Եվ այս տեսանկյունից կարող եմ նշել, որ Հայաստանում ներկայումս շեշտը դրվում է ոչ թե ուղղակի տուրիզմի որպես գիտության, այլ դրա կարևոր ուղղություններից մեկը համարվող կայուն զբոսաշրջության որպես ուղղության զարգացման վրա։ Եվ մեր ֆակուլտետի օրինակով կարող եմ օրինակ ասել, կայուն զբոսաշրջությունը որպես առանձին մասնագիտացված առարկա է ուսումնասիրվում եւ թե միջազգային օրինակով եւ թե Հայաստանում դրա տեղայնացման տարբերակների շուրջ մինչ օրս էլ բանակցությունները գնում են, թե ինչպես կարող ենք դրանք մեկտեղել, ինչպես կարող ենք լավագույն օրինակը Հայաստանում տեղայնացնել եւ կարծում եմ, որ լավագույն տարբերակով այդ ամենը սերվիս բաժնում ուսուցանվում է։ Տուրիզմը եթե մենք միայն նայում ենք տնտեսապես շահավետ գործիք երկրի եւ առհասարակ տնտեսության համար, ինձ հետաքրքիր է սերվիզը ինչպես է ազդում տնտեսության վրա, ինչ-որ հստակ օրինակներով, եթե կան այդպիսիք։ Շատ լավ, այսպիսի մի վիճակագրություն կա, ըստ որի աշխարհում չկա որևէ զարգացած պետություն, որի հնագառուցվածքում սերվիսը չունենա ամենամեծ մասնաբաժինը։ Եվ միևնույն ժամանակ չկա աշխարհում թեր զարգացած պետություն կամ թույլ զարգացած, որտեղ սերվիսը ամենամեծ բաժին ունենա։ Սրանից ենթադրում է, որ սերվիսը դառնում է զարգացմանը հոմանիշ, եւ Հայաստանի օրինակով էլ կարող եմ ասել, որ գնալով ծառայությունների տեսակարգը ընդհանուր տնտեսության համախառն ներքին արդյունքում պրոգրեսիվ աճ է ունենում, եւ սա իր գործնական արտահայտությունն է ունենում մարդկանց կենսամակարդակի բարձրացման վրա, պահանջմունքների առավել պահանջմունքների զարգացման, դրանց բնույթի վրա եւս այդպես։ Ուսանողների տեսանկյունից, երբ որ ուսանողը 4 կամ 6 տարի սովորում է, արդեն ավարտեց, գնում է աշխատաշուկա։ Աշխատաշուկայի պահանջներին մերօրյա կրթությունը որքանով է համապատասխանում, օրինակ այս հաղորդման շրջանակներում մենք միշտ դա ենք քննարկում, երբ որ արդեն ավարտած կարելի ասել ուսանողը
գնում է աշխատանքի ընդունվելու, գործատուն իրեն ասում է դու այնտեղ բան չես սովորել կամ սովորել ես ինչ որ քիչ գիտելիքներ ունես եւ ես քեզ մասնագիտությունը սովորեցնում եմ այբուբենից։ Դառնում է որ այս մարդը որ եկել էր աշխատանքի ընդունվել նորից մի հատ էլ այստեղ 0-ից սովորում է թե ինչպես զարգանալ, ինչպես այդ կրթությամբ նորից շարունակել աշխատանքը։ Արդյոք մենք հետ ենք աշխատաշուկայից, թե աշխատաշուկան է շատ արագ զարգանում։ Շատ լավ հարց եք տալիս, իմ կարծիքով կրկին ուզում սկզբնական մեկնաբանությանը վերադառնալ խոսքիս, երբ նշեցի, որ շատ կարևոր է հասկանալ, թե ինչ տեսանկյունից ենք համալսարանական կրթությունը դիտարկում։ Ըստ իս, անգամ ճիշտ չի լինի, եթե մենք այն դիտարկենք այն տեսանկյունից, որ գնում ենք համալսարան եւ վերջ էլ սովորելու բան չունենք ու դառնում ենք մասնագետ։ Ես շատ լավ օրինակ հիշեցի, երբ դեռ Զվարթնոցում էի աշխատում ու կար բիզնես դասի ուղևորներ եւ երբ ես զուգահեռ նկատեցի, որ գործընկերս այդ պահին պարզապես զբաղված էր եւ կազմակերպչատեխնիկական խնդիրներ կային, պահը չկորցրեցի եւ մոտեցա ուղևորին հասկանալու ինչ խնդիր ունի, ինչով կարող եմ նրան օգնել, որովհետեւ այդ պարագայում իմ խնդիրը նրան ուղղորդելն էր ու ճիշտ կոորդինացնել ամբողջ գործընթացը եւ նա նշեց, որ ճանապարհորդ է եւ Հայաստանում եղել է Սանահին հաղպատում եւ ես ինքս Ալավերդից եմ եւ ես երբ նրան հարցրեցի արդյոք նա տեղյակ է որ դա ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգության ցանկում գտնվող երկու օբյեկտներից մեկն է Սանահինն ու հաղպատը, նա զարմացավ որ իրեն ուղղորդողները այդ մասին տեղյակ չեն պահել, բայց այստեղ իմ մոտենալու իմաստը կանում էր նրանում, որ ոչ թե ես նրան ինֆորմացիա տամ տուրիզմի եւ այլնի մասին, այլ պարզապես կարողանամ ժամանակ շահել, որ գործընկերս ով այդ պահին տեխնիկական հարցերով էր զբաղված, իսկ բիզնես դասի ուղևորը սպասելու իրավունք պարզապես չուներ այդ պահին, կարողանայի ժամանակ շահել եւ երբ նկատեցի, որ մեկ այլ գործընկեր ասաց, անմիջապես ուղղորդեցի եւ նրա այդ դրական դեմքի արտահայտությունից բարձ էր դառնալու հետագա ամբողջ գործընթացի տրամաբանությունը։ Ինչի սա այս օրինակը պատմեցի, որովհետեւ սա որևէ գրքում գրված չէր եւ եթե այդ իրավիճակի ժամանակի հրամայականով այդ պահին ես ուղղակի չկողմնորոշվեի, լրիվ այլ ընթացք կարող էր գործընթաց ունենալ։ Գալով ձեր հարցին, թե արդյոք բոլոր հմտությունները համալսարանը կարող է տալ, թե ոչ, իհարկե չի կարող տալ, բայց միևնույն ժամանակ նաև անհատից է կախված, նա կարող է արդյոք դա վերցնել, թե ոչ։ Կարծեմ շատ բաներ հենց գործի ընթացքում է պետք եւ այդ պրոֆեսիոնալիզմը հենց աշխատանքի ընթացքում է ձևավորվում։ Պրոֆեսիոնալիզմից երբ որ խոսում ենք, միշտ գալիս են այս ասոցիացիաներ, իրանք պիտի լինեն մեծ տարիքով մարդիկ, սրա նախորդ հաղորդումը առաջնորդության մասին էր, մենք խոսում էինք առաջնորդները ինչպիսին պիտի լինեն կամ առհասարակով է առաջնորդը եւ այլն, ու մենք մի բան մտովի ասենց հասկացանք, որ մեր համար առաջնորդ պատկերը այդ բառի, երբ որ մեր մոտ պատկերացվում ենք 40-ից մարդու տեսակն է եւ այլն, ու այդ պրոֆեսիոնալիզմը առհասարակ երիտասարդ տարիքում ոնց է ձևավորվում, դա մանկուց երևում է, թե ոչ, որ ինքը ձգտում է այդ պրոֆեսիոնալիզմին։ Իմ կարծիքով դա մարդու ծնվելու հետ մեկտեղ է ստեղծվում եւ առաջնորդներ պատական մարդիկ չէ, որ դառնում են։ Իմ կարծիքով դա մի շարք անձնային ու ըստ իս առաջին հերթին կամային հատկանիշների մեկտեղման համագումարի արդյունք է։ Եվ ես երևի թե ամենակարևոր այդ հատկանիշներից կնշեի պատասխանատվությունն ու պատվախնդրությունը, ինչը ըստ իս առաջնորդի թիվ 1 հատկանիշներից մեկը պետք է լինի։ Հետ վերադառնանք էլի կրթությանը, մեր աշակերտները արդեն որ դառնում են ապագա դիմորդներ ու իրենք գալու են համալսարաններ կրթվելու, իրենք նպատակները միշտ երևի 85-ից 90%-ը այն նպատակով են գալիս, որ ավարտենք գնանք աշխատաշուկա աշխատելու։ Արդյոք համալսարանում կա այն ձևավորված ավանդույթը, որ մենք ձեզ չենք ուղղորդելու արդեն աշխատաշուկա, այլ մենք ձեզ ցույց ենք տալիս, որ հեռվում կա աշխատանքը եւ դուք այս հնարավորությունները օգտագործելով պիտի հասնեք այդ աշխատանքին։ Ըստ իս համալսարանը ել ավելին է տալիս, քան պարզապես մասնագիտական կողմնորոշումը։ Եթե սերվիսի տեսանկյունից խոսեմ, համալսարանը չնայած նրան, որ սովորեցնում է թե ինչպես սովորել, սերվիս մասնագիտացման պարագայում դու ինքդ էլ որպես մասնագետ այդ ճկվելու հնարավորությունը ավելի շատ ունես երևի թե քան այլ մասնագիտությունների պարագայում ինքդ էլ կողմնորոշվելու թե ի վերջո ինչն է քո համար
առավել համապատասխան, այսպես ասեմ։ Ինչ վերաբերում է աշխատաշուկայի պահանջներին, դրանք կրկին ժամանակի հրամայականով փոփոխվում են եւ այս տեսանկյունից սերվիսն էլ հենց այդ տրամաբանությամբ է ստեղծվել։ Եթե խոսենք մի պահ աշխատաշուկայի այս արդեն գործնական հատվածից, համարենք ինչ որ սերվիս մասնագետ արդեն աշխատում է աշխատաշուկայում, արհեստական բանականությունը ինչ դրսևորում է ունենում սերվիզում եւ սերվիզի արդեն գործնական հատվածում, ինքը օգնում է, խանգարում է, չգիտեմ, ինչ որ գործիքակազմ կա, որը օգտագործվում է, որովհետեւ երբ որ խոսակցություն է գնում արհեստական բանականության օգտագործման մասին, մեկը մեր ոլորտում, լրագրության ոլորտում ասում են, որ համ կարող է օգնել, համ կարող է խանգարել, մարդու մտքի ճկունությունը դանդաղեցնում է եւ այլն, նմանատիպ բազմազան կարծիքներ ենք լսում։ Սերվիզում արհեստական բանականությունը ինչ տեսք ունի։ Սերվիսը քանի որ շատ լայն է իր իմաստով, դրա դրսևորման տարատեսակներն էլ տարբեր կերպ են դրանք արտահայտվում գործնական մեկնաբանություն ստանում։ Ըստ իս անգամ հեռախոսը կամ ամենաէլեմենտար ու պարզ, չգիտեմ, հայտնագործությունները, որ ժամանակին կատարվել են, կախված նրանից թե մենք այն ինչ տեսանկյունից ենք օգտագործում, դրա դրսևորումը բնականաբար տարբեր կերպ կարող է արտահայտվել։ Նույնն էլ AI-ի պարագայում է։ Այսօր բժշկության ոլորտում այն պարզապես հրաշքներ է գործում եւ եթե լրահոսին հետևենք, հենց վերջերս էլ խոսում էր, որ շատ մեծ ծրագրեր են մշակվում disability-ներ ունեցող մարդկանց խնդիրները վերհանելու, ճիշտ դիագնոզներ կազմելու եւ համապատասխան բուժում կազմակերպելու համար AI նշանակությունը տեսանկյունից շատ է կարեւորվում։ Միևնույն ժամանակ դրա բացական կողմն էլ այն է, որ գուցեև գա որոշակի շրջան, երբ դա գրեթե նույնական կլինի այն վերջնարդյունքներին, որը որ մարդու բնականon կամ մտքի արդյունքում է հնարավոր ստեղծել։ Ես կարծում եմ, որ դրա օգուտները շատ առավել շոշափելի են, երբ մենք դա օգտագործում ենք պարզապես տեխնիկական որոշակի խնդիրներից խուսափելու համար, օրինակ ժամանակ խնայելու, բայց այն ինչ վերաբերում է դա փոխարինել մարդու մտքի աշխատանքի արդյունքում ստացվելիք որևէ վերջնարդյունքի, որի հանրագումարում շատ կարևոր հատկանիշներ կարող են ներառվել, ինչը AI օգտագործման դեպքում կարող է բացառվել, այս տեսանկյունից կարծում եմ արդյունքները տարբեր կլինեն։ Մասնագիտությունների ցանկ կա, որոնք միշտ պահանջված են ու իրենք սանդղակներով, երբ որ չափելիությունը դնում են, բավականին բարդ ուսումնասիրվող թե գիտություններ են, թե մասնագիտություններ են, թե արդեն աշխատանքում էլ իրենք գործնականում բավականին բարդ են։ Դե դրանց սանդղակը Հայաստանում հիմնականում շատ քիչ փոփոխվող է։ Առաջնայինում միշտ իրավագիտությունն է, որովհետև իրավունքի եւ իրավական գիտությունները միշտ զարգացող են, այնտեղ արդեն գնում են բնագիտական թևի մասնագիտությունները, մի պահ կար, որ եկան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները, որոնք Հայաստանում բավականին զարգացվածություն ունեն ու դեռ այս արհեստական բանականության շնորհիվ էլի զարգանում են, սերվիզը, տուրիզմը, դրանք եւս առաջատար ճյուղն են համարվում եւ Հայաստանում էլ բավականին արագ են զարգանում։ Այս առումով ուսում ստանալը, երբ որ սովորում է ուսանողը, որքանով է դժվար, առհասարակ ուսանողի համար դժվար է սերվիս սովորելը, թե ոչ։ Եթե խոսքը գնում է լավ սովորելու մասին, բնականաբար բարդ է, բայց իմ օրինակով կարող եմ նշել, որ երբ դրանք դու ինքդ քո համար ստեղծում ես այնպիսի միջավայր, որը ոչ թե խանգարում, այլ ընդհակառակը փող լրացնում է, ամեն ինչ շատ ավելի հեշտ է դառնում, եւ քանի որ մասնագիտության մեջ միևնույն ժամանակ հնարավորություն կա ուսումնասիրել տարբեր գիտություններ, գիտակարգեր, մասնագիտացված կերպով, դա առնվազն հեշտ չի կարող լինել, բայց մեծ ցանկության պարագայում, եթե խոսքը գնում է իսկապես ոլորտի մասնագետ էքսպերտ դառնալու մասին, աներևակայելին անգամ պետք է արվի այդ ամենին հասնելու համար։ Հետաքրքիր ինչ որ դրվագներ կան ուսանողական տարիներից, որ արժի մեր ռադիոլսողը լսի, որովհետև միշտ գործնականից ենք խոսում, միշտ ասում ենք, որ այս թեմաները, որոնք քննարկվում են, գործնական հատվածին են անընդհատ կամ աշխատաշուկային վերաբերում, առհասարակ այդ ուսանողական կյանքը ինքը իրենց ինչ է ներկայացնում։ Եթե կես կատակ, կես լուրջ ասեմ, ապա ես երևի թե երբեք երկրորդ անգամ դպրոց գնալու հնարավորություն չէի ունենա, եթե չսովորեի Երևանի պետական համալսարանում
ինչ նկատի ունեմ, որ պատիվ եմ ունեցել Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոց հաճախել եւ շուրջ 2 շրջափուլերի շրջանավարտ լինել։ Շատ լավ հիշում եմ, երբ բացահայտենք Իրանը դասընթացի ժամանակ խոսում էինք Գևորգի գաղափարների եւ թե նա ինչքանով էր կարևորում Նժդեհի գաղափարները, հայրենիք, հայրենասիրություն, բանախոսը մեկնաբանեց, թե ինչքան էր Գևորգը միևնույն ժամանակ կարևորում Նժդեհի կյանքի մասին պատմող գրքեր ընթերցելը առհասարակ, եւ այդ օրը համալսարանից դուրս գալու ճանապարհին պատահական նկատեցի, որ ակցիա էր կազմակերպվում գրքեր բաժանել, եւ երբ նկատեցի երկու կին, ովքեր որոշակի ակցիայի շրջանակներում գրքեր էին բաժանում, եւ ինձ բաժին հասավ հենց Նժդեհի կենսագրության մասին պատմող գիրքը, ես կապես հասկացա, որ պատահականությունները պատահական չեն։ Այդ ուսանողական տարիները դրանք երբ որ իրականում գալիս ենք այստեղ փաստում ենք, որ ուսանողական տարիներից է սկսվում աշխատաշուկայի հանդեպ այդ հետաքրքրությունը, զարգացվածության մակարդակը, որ մենք միշտ նշում ենք, որ ակադեմիական կրթությունը միևնույն է, ինչ որ չափով տարբերվում է ոչ ֆորմալ կրթությունից, այդ 6 ամսյա կամ 1 տարվա կտրվածքով կրթական ծրագրերից, որտեղ այնտեղ աշխարհայացքի տարբերությունը, մարդկանց հետ շփվելու կարողությունն ու զարգացումը, հմտությունների շատ մեծ բազա ունենալը, քանի որ մենք հասել ենք արդեն վերջին մեր հաղորդման, ուզում եմ նշես այն ոլորտները, որը սերվիս մասնագետը հստակ կարող է իմանալ, որ այս ոլորտներում կարող է ինքը աշխատանք գտնել։ Կան այդպիսի հստակ ոլորտներ, օրինակ, որ մարդը գիտի, որ եթե ինքը սերվիս մասնագետ է, այս ոլորտներում աշխատանք կունենա ինչ որ չափով։ Սերվիս մասնագետը կարող է աշխատել գրեթե ամենուր, որտեղ կա ծառայություն։ Ես իմ օրինակով կարող եմ փաստել, ես ներկայումս աշխատում եմ արտաքին գործերի նախարարությունում, բազմակողմ քաղաքականության եւ զարգացման համագործակցության ոլորտում որպես մասնագետ, եւ ոլորտը կամ զարգացման կոնցեպտի, հայեցակարգի, Հայաստանում տեղայնացման տեսանկյունից այնքան լայն է, եւ դրա գործնականում նաեւ այլ հիմնարկ ձեռնարկությունների միջոցով աշխատանքները, որոնք տարվում են, կրկին բազմաբնույթ ու բազմագործառույթ են։ Այս ամբողջ համակարգում, որոնք որ ծառայությունների տարբեր կողմերն են մատնանշում, առողջապահությունից մինչև միջմշակութային հաղորդակցություն, գլոբալիզացիոն տարբեր գործընթացներով զբաղվող կազմակերպություններից մինչև տուրիզմ, բոլորը գտնվում են սերվիսի շրջանակներում եւ այս շրջանակում սերվիս մասնագետը կարող է իրեն գտնել։ Շնորհակալ եմ շատ, որ իմ հյուրն էիր, քննարկեցինք այն կարելի ասել հետաքրքրող թեման, որ սերվիս, տուրիզմ, մնացած այլ ոլորտներ իրենք իրար հետ համակցվում են, թե ոչ, հուսով եմ մեր ռադիոլսողների համար բարդ չի ընկալելը մեր զրույցը, որտեղ մեկ-մեկ լինում են զրույցներ, որոնք բավականին թե թեմայի առումով, թե հենց զրուցակցի առումով իրենք բարդ են լինում ընկալելը, որովհետև համ ծավալային են շատ լինում, համ բովանդակային։ Իսկ ես հիշեցնեմ, որ դուք դիտում կամ լսում եք աշխատանքի ուսուցումը, տաղավարում աշխատեց Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ այսօրվա հյուրն էր սերվիս մասնագետ Կարեգին Վարդևանյանը։ Կհանդիպենք։